Փաստինֆոն շարունակում է նոր քրեադատավարական օրենսգրքի նախագծի վերաբերյալ իրազեկումների շարքը, եւ այսօր այս շարքի շրջանակներում մենք հերթական անգամ հյուրընկալվել ենք նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ Արտադրության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանին։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան, եւ առաջին հարցը, որ ուզում եմ հնչեցնել, հետեւյալն է. հասարակության շրջանում բավական բուռն քննարկումների առարկա է դարձել կալանքի որպես խափանման միջոց կիրառելու հարցը։ Նոր քրեադատավարական օրենսգիրքը որքանով է հստակեցնում կալանքի հիմքերը եւ որքանով է հնարավոր, ասենք, որպեսզի կալանքը կիրառվի մեղադրյալին պաշտպանելու նպատակով։ Գործող քրեական դատավարության օրենսգիրքը, ինչպես եւ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը չի սահմանում հիմք անձի շահերից ելնելով, մեղադրյալի շահերից ելնելով նրա կալանավորման համար եւ այս հայեցակարգը իհարկե քրեական դատավարության գիտության մեջ եւս գոյություն ունի, այս հայեցակարգը այսպես նաեւ պրակտիկ որոշակի հիմքեր կարող է ունենալ, բայց նախագիծը այդ հիմքը չի նախատեսում, որովհետեւ մենք կարծում ենք, որ քրեական դատավարության օրենսգիրքը պետք է սահմանի այն չափանիշները, որով անձի իրավունքները կարող են սահմանափակվել եւ դատարանի դերն էլ կալանավորման մասով պետք է լինի երաշխավորելը, որ այդ սահմանափակումները չափազանցված չեն։ Եվ այս առումով մեր կարծում եմ այսօր այս պայմանությամբ մեր հանրությունը նաեւ շատ մեծ քննարկման առարկա չի դարձրել այս հարցը եւ ես մի փոքր վտանգավոր եմ համարում անձի շահերից ելնելով նրա կալանավորումը նախատեսելը, որովհետեւ չեմ բացառում իրավիճակներ, երբ հանրությունը ունենա մտավախություն, որ այդ ցանկությունը այնքան էլ կամավոր չէ։ Հարցը պատահական չէ, որովհետև արդեն մասնագիտական շրջանակներից նման տեսակետ հնչել է մեկ անգամ եւ դրա համար փորձում էի հասկանալ հնարավոր է արդյոք, որ այս թեզը գնալով կորանա եւ վերջո տեղ գտնի նաեւ։ Գիտեք, ցանկացած գաղափար կարող է զարգացում ունենալ։ Ես այս պահին խոսում եմ գործող նախագծի վերաբերյալ եւ գործող նախագծում այդպիսի դրույթ նախատեսված չէ։ Եվ այն ինչ որ նախատեսված է նախագծում, բազմաթիվ քննարկումների առարկա է դարձել եւ այլն։ Եվ ձեզ հավաստիացնում եմ, որ կալանքի հետ կապված հարցերի քննարկման ժամանակ գուցե նաեւ էպիզոդիկ նման կարծիքներ արտահայտված լինեն, բայց որ հիմնավոր եւ հետեւողական դիրքորոշումներ ունենալ աշխատանքային խումբը, որ սա եւս պետք է որպես առանձին հիմք նախատեսված լինի, այդպիսի բան ես կարող եմ ասել, որ արձանագրված չի եղել։ Կալանքը ինքը խիստ միջոց է համարվում, դրա համար ուզում եմ հասկանալ, որքանով հստակ է նոր օրենսգիրքը տալիս կալանքի հիմքերը, այսինքն չարաշահումներից խուսափելը որքանով է հավանական։ Հստակությունը շատ հարաբերական հասկացություն է, ինչքան էլ որ պարադոքսալ հնչի, որովհետև օրենսդրի դերը կարող է լինել ընդհանրապես չափանիշները սահմանելը եւ այդ չափանիշները հստակ սահմանելը եւ իրավիճակները հստակորեն ամրագրելը։ Նախագիծը զուտ քանակական առումով, զուտ խորության առումով էապես է տարբերվում գործող քրեական դատավարության օրենսգրքից, որովհետև մի քանի տարբեր իրավիճակներում նախատեսում է թե ինչ ապացուցման առարկաներ մենք ունենք։ Եթե գործող քրեական դատավարության օրենսգիրքը խոսում է ընդհանրապես այսպես կոչված հիմքերի մասին, որը մեկ առարկա է, մասնավորապես անձը կարող է փախուստի դիմել, նոր հանցանք գործել, ավելի հստակ հանցանք գործել, որտեղ առաջինը ապացուցված չէ դեռ, ոչ իրավաչափ մասնակցություն ունենալ ապացուցման գործընթացին, ապա նախագիծը սահմանում է, որ դրա հետ մեկտեղ կան եւս 3 առարկաներ, որոնք պետք է հիմնավորում են։ Մասնավորապես հիմնավոր կասկածը, որ անձը իրեն վերագրվող արարքը կատարել է։ Սա իդեպ գործող օրենսգրքում ձևակերպված չէ, ուղղակի մենք հիմք ենք ընդունում սահմանադրությունը, միջազգային պայմանագրերը, ինչպես նաև դատական պրակտիկան։ Սա երկրորդ առարկան է։ Հաջորդը ողջամիտ ջանասիրությունն է վարույթ իրականացնող մարմնի քննության ընթացքում։ Սա արդեն երկարացման ժամանակ։ Նույն երկարացման ժամանակ վարույթ իրականացնող մարմնի հետագա գործողությունների անհրաժեշտությունը։ Եվս մեկ հստակեցնող գործոն նախատեսված է այն առումով, որ սահմանված է նախագծով, որ պետք է փաստերով հիմնավորվի այն ամենը, ինչը որ այն ամենը, ինչ ներկայացնում է վարույթ իրականացնող մարմինը, եւ այն ամենը, ինչ որ հաստատված կարող է ճանաչել դատարանը։ Սրանից ավելի մանրամասն կարգավորում քրեադատավարական պրակտիկան չի նախատեսում եւ դրանից ավելի մանրամասն կարգավորում ուղղակի արդյունավետ լինել չի կարող։ Կարևորն այն է, որ ես զգում եմ, որ թե մեր քննարկումների, թե մեր նույն ակադեմիայում յութի ներկայացման արդյունքում
թե նաև մեր ներքին զարգացման արդյունքում մենք մոտենում ենք կալանքի դերի նշանակության ժամանակակից ընկալմանը։ Իսկ ժամանակակից ընկալումը այնքան էլ հեշտ չէր, որովհետև մարդկանց մեջ դեռ շատերի մեջ, հատկապես ավագ սերնդի մեջ նստած են նախկին ստերեոտիպները, երբ մինչև 90-ական թվականները կալանքի սանկցիան այդ տերմիններ կիրառվում տալիս էր դատախազը։ Եվ ամենևին պատահական չէր, երբ գործառույթը փոխանցվեց մի մարմնից մյուսին, նոր մարմինը սկսեց կալանքին վերաբերվել այնպես, ինչպես նախկին մարմինն էր վերաբերվում։ Եվ հիմա է այդ ամբողջական գիտակցումը գնալով մեծանում, որ սա ընդհանրապես սուբյեկտիվ փոփոխություն չէ, սա անկալման փոփոխություն է։ Սա նշանակում է, որ եթե դատախազը պետք է ինքը հավաստիանար, որ կալանքը իրավաչափ է, ապա ներկայում դատարանի դերը չի հավաստիանալը, այլ դատարանի դերն է հավաստիանալուց բացի հավաստիացնելը հանրությանը։ Այս շատ առաջի հայացքից պարզ բանաձևը շատ բարդ իրացում է ենթադրում եւ այս ճանապարհը կարծում եմ մենք առնվազն անցել ենք ճանապարհի կեսը։ Հասարակությունը նաև բավական բուռն է արձագանքում գաղտնալսումների խնդրին։ Նոր քրեադատավարական օրենսգրքով որքանով են հստակեցված գաղտնալսումների հիմքերը եւ ընդհանրապես որ դեպքում եւ ինչ միջոցներով կարող է գաղտնալսում կիրառվել։ Ներկայում գործում է օպերատիվ հետախուզական գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքը, որտեղ նախատեսված են 6 օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ձեռք բերվածը կարող է քրեական դատավարության տեսանկյունից կարող է ճանաչվել ապացույց, որովհետև դատարանի որոշմամբ են դրանք կատարվում։ Մասնավորապես դրանք են այսպես կոչված ներքին դիտումը, երբ բնակարանում է տեղադրվում գաղտնալսման սարքը, արտաքին դիտումը, երբ հանրային տարածքում են անձին հետևում եւ հատուկ տեխնիկական միջոցներով հսկում են, հեռախոսային խոսակցությունների եւ այլ թվային հաղորդակցության վերահսկումը, փոստերագրական եւ այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը, ֆինանսական գործարքների վերահսկումը եւ այսպես կոչված կաշառքի նմանակումը։ Այդ 6 գործողություններն են, որոնք նախնական դատական վերահսկողություն են ենթադրում։ Նախագիծը այս 6 գործողությունները վերցրեց օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքից եւ բերեց քրեական դատավարության օրենսգիրք, անվանելով դրանք գաղտնի քննչական գործողություններ, որովհետեւ ողջամիտ է, որ դրանց արդյունքում ձեռք բերվածը համարվի ապացույց։ Եվ դրա արդյունքում ձեռք բերվածը արդեն շատ հստակ, եթե նախկինում կային տարբեր մոտեցումներ, ապա նախագիծը նաև հստակության խնդիր է լուծում, հստակորեն սահմանված է, որ դրանց ձեռք բերվածը ապացույց է։ Ինչ վերաբերում է երաշխիքներին, ապա նախագծում փորձ է կատարված, կարծում եմ հաջող փորձ է կատարված, սահմանել են բոլոր երաշխիքները, որոնք որ եվրոպական չափանիշները տրամադրում են, եւ խորացնել այդ երաշխիքները։ Օրինակ այսօր դատական վերահսկողությունը պարբերական չէ։ Սահմանված է մեկ անգամ դատական որոշում եւ հետո որոշակի պարբերականությամբ այն թարմացնելու հնարավորություն նախկինում կատարվածի նկատմամբ հսկողություն սահմանված չէ։ Նախագիծը դա սահմանում է։ Նախագիծը ավելի է հստակեցնում հիմքերը։ Այսինքն այս առումով մենք եվրոպական ընդհանուր չափանիշների ներքո ենք կարծում եմ գտնվում եւ կարծում եմ որ սա այն ոլորտն է, որը որ շատ կարևոր նրբություն ունի, դա այն է, որ շատ էական միջամտություն կարող է լինել անձի անձնական կյանքի նկատմամբ, բայց բարեբախտաբար մենք առաջինը չենք, որ այս ճանապարհը գնում ենք եւ բարեբախտաբար փորձ ունենք, որը կարող ենք գործադրել։ Իսկ այլ անձանց անձնական կյանքի իրավունք, ասենք այն մարդկանց, ովքեր շփվում են կասկածյալով այդ ընթացքում երբ հաղթանակում։ Գիտեք, այդ հարցերը նորից այն պատճառով, որ մենք առաջինը չենք, որ այս հարցերին առնչվում ենք, այդ հարցերը վաղուց իրենց պատասխանները ստացել են։ Իսկ դրա պատասխանն այն է, որ եթե մենք այս երկու արժեքներից նախընտրենք երկրորդը, դա կնշանակի, որ մենք ուղղակի չեզոքացնում ենք մեր գործիքի ապացուցողական նշանակությունը։ Պատկերացրեք, իրավաչափորեն հեռախոսային խոսակցություն է լսվում եւ իսկապես պետությունը հիմքեր ունի կարծելու, որ անձը կատարել է, ասենք, օրինակ սպանություն։ Որևէ մեկը նրան զանգահարում է եւ հայտնում է այն մասին, որ ինքը նախորդ օրը կատարել է գողություն։ Արդյոք սա կարող է օգտագործվել, թե ոչ։ Եվ պատասխանը այն է, որ սա ուղղակի չի կարող չօգտագործվել։ Սա նման կլիներ հետեւյալին, որ օրինակ պետությունը մտներ խուզարկություն անելու որևէ բնակարան, փնտրեր թմրանյութեր, բայց տեսներ, որ դիակ է ընկած գետնին եւ այդ դիակի նկատմամբ արձագանք չտար։ Մի քիչ ծայրահեղական օրինակ է, բայց սա այն բարեխիղճության կանխավարկածն է, որ ընկած է նախագծում։ Եթե պետությունը բարեխիղճ է վարվել,
ուրեմն նա չպետք է չկարողանա օգտագործել ապացույցները, այսինքն պետք է կարողանա օգտագործել ապացույցները։ Եթե գաղտնալսումը իրավաչափ չէ, բնականաբար ձեռք բերված ապացույց լինել չի կարող եւ օգտագործվել չի կարող, բայց եթե իրավաչափորեն մենք ունենք գաղտնի քննչական գործողություն, ապա դրա արդյունքում այլ հանցագործության մասին տեղեկություն ստանալը լրիվ օգտագործելի է։ Այդ չափանիշը կամ այն սկզբունքը, որ մենք հիմքում դրել ենք բարեխիղճությունը, կարծում եմ շատ հարցերի վրա կարող է լույս սփռել, այսինքն եթե բարեխիղճ է վարվում պետությունը, ուրեմն նա չպետք է տուժի, եթե բարեխիղճ է վարվում տուժողը, մեղադրյալը նա չպետք է տուժի, եւ հակառակը։ Նախագիծը շեշտադրում է անում այս սկզբունքի վրա։ Մասնագիտական շրջանակներում նաև այսպիսի տեսակետ է շրջանառում, որ դիակը պետք է ճանաչվի որպես իրեղեն ապացույց, եւ այդուհանդերձ նոր քրեադատավարական օրենսգիրքը նման դրույթ չի նախատեսում։ Որքանով է հնարավոր, որ հետագայում նման կարգավորում իրականացվի եւ ընդհանրապես ինչու դիակը իրեղեն ապացույց չի ճանաչվում, այն պարագայում, երբ ասենք ապացույց է ճանաչվում նույն այդ դիակի վրա առկա բռնության հետքերը, կատարված փորձաքննության արդյունքները եւ այլն։ Գիտեք, ես կարծում եմ այս դիսկուրսը ինչ որ ոչ այնքան ամբողջական է նաեւ ներկայացվում, որովհետեւ երբ մենք խոսում ենք իրեղեն ապացույցի մասին, ապա նախ մենք մի ենթադրություն ենք անում, որ մենք չենք կարող դիակի վրա առկա, ասենք օրինակ, հետքերը ապացուցողական, դրանց չեն կարող ապացուցողական նշանակություն տալ։ Պարտադիր չէ իրեղեն ապացույց ճանաչել, որպեսզի մենք կարողանանք դրան ապացուցողական նշանակություն տալ, մասնավորապես զննության ճանապարհով եւ այլն, բազմաթիվ այլ միջոցներ կան։ Իրեղեն ապացույց ճանաչելու հարցը նախագիծը ուղղակի չի անդրադառնում իրեղեն ապացույց ճանաչելուն։ Ընդհանրապես նշում է, որ իրեղեն ապացույցի սահմանում այն է, որ այն առարկաներն են, գործիքներն են, որոնք իրենց վրա կրում են հանցագործության հետքերը եւ այլն, եւ ես գիտեմ, որ կարող են լինել նաեւ մեկնաբանություններ, որ դիակը եւս կարող է այդպեսին լինել։ Գիտեք, այստեղ նաեւ բարոյական գործոններ կա։ Այն մենք ինչպես ենք պատկերացնում դիակը որպես իրեղեն ապացույց, այն պարագայում, երբ իրեղեն ապացույցը հետո պետք է հետազոտվի, ինչպես ենք հետազոտելու այդ իրեղեն ապացույցը։ Ինչ չպետք է թաղենք։ Իսկն իրականում շատ լավ լուսանկարներով ուրեմն կատարում ենք զննություն քննչական գործողությունը եւ դա լինում է առանձին քննչական գործողություն, առանձին քննչական գործողություն, որը դիակի զննությունն է, այլ ոչ թե դիակը որպես իրեղեն ապացույց եւ ում ասեմ, այս խնդիրը կարծում եմ որոշ արհեստականության գործոն լինի իր մեջ, որովհետեւ այն նպատակը, որին մենք ցղտում ենք, կարող ենք այլ ճանապարհով եւս լուծել։ Խնդիրը, որը մենք փորձում ենք լուծել այդ առաջարկներով, մենք կարող ենք այլ ճանապարհով եւս լուծել եւ դա նույնպես կարող է ողջամիտ լուծում համարվել։ Այնուհանդերձ, ես ուզում եմ ասել, որ սա այն ամենակարևոր խնդիրը չի, այսինքն կարող են լինել տարբեր մոտեցումներ այս հարցի վերաբերյալ։ Տարբեր մոտեցումներ կարող են լինել, որոնք որ հավասարապես ճշգրիտ լինեն, հավասարապես իրավաչափ լինեն։ Խնդիրն այն է, որ մենք իրոք կարող ենք ամրագրել այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որը դիակը որպես այդպեսին կրում է իր վրա հանցագործության վերաբերյալ։